Երբեմն ամենամեծ սերը բախվում է ամենադաժան արգելքին, հենց սեփական ընտանիքի պատմությանը։ Պատկերացրեք մի գյուղ, որտեղ հայրերի երիտասարդության տարիներին տված մի երդումը դառնում է անեծք իրենց երեխաների համար։ Մի պարզ խոստում, որը նրանց դարձրել է արյունակից եղբայրներ, այսօր սպառնում է ընդմիշտ բաժանել երկու սիրահար սրտերի, նրանց սերը վերածելով արգելված մահացու մեղքի։ Սա պարզապես ընտանեկան դրամա չէ, սա դարավոր օրենքի ու կրքոտ սիրո մահացու բախում է։ Այս պատմության մեջ մենք կբացահայտենք, թե ինչպես է մեկ գիշերվա ընթացքում կատարյալ սիրո պատմությունը վերածվում անելանելի ողբերգության, բայց ամենակարևորը դուք կտեսնեք այն հինավուրց գաղտնիքը, որը թաքնված է գյուղի ավագի սնդուկում, և կիմանաք այն սարսափելի իրադարձության մասին, որը ստիպում է բոլորին սարսափով ենթարկվել այս օրենքին։ Իրականում, ինչու է այս երդումն այդքան անխախտելի։ Պատասխանը ձեզ կցնցի։ Սա պատմություն է այն մասին, թե ինչպես կարող են մեր նախնիների ստվերները կառավարել մեր ճակատագիրը։ Սեղմեք բաժանորդագրվել հիմա և գրեք ձեր քաղաքը մեկնաբանություններում, տեսնենք, թե քանիսն ենք մենք։ Գարնանային արևը ոսկեգույն շղարշի պես փռվել էր փոքրիկ գյուղի կղմինդրե տանիքներին, իսկ օդը հարբեցնող էր ծիրանենու ծաղիկների քաղցր բույրից։ Այդ անիրական գեղեցկության մեջ հինավուրց ընկուզենու ստվելի տակ կանգնած էին Արևիկն ու Լևոնը։ Նրանց սերը նույնքան բնական էր, որքան արևի շողը, նույնքան հին, որքան իրենց հիշողությունը։ Լևոնը նրա ձեռքերն իր ափերի մեջ էր արել և նայում էր նրա աչքերին, որոնց մեջ արևի կայծեր էին խաղում։ Արևիկ, մեր սրտի արև, հիշով ես, այս նույն ծառի տակ էինք իրար խոստանում, որ երբեք չենք բաժանվի։ Նրա ձայնը հուզմունքից թրթրում էր։ Արևիկը ծիծաղեց, մի ծաղկաթերթ թափ տալով մազերից։ Հիշում եմ, թե ոնց է իր խոստանում ինձ համար երկնքից աստղի չեցնել։ Աստղը դեռ չեմ տեսել Լևոն։ Լևոնի դեմքին քնքուշ ժպիտ ուրվագծվեց և նա գրպանից հանեց մի փոքրիկ ձեռագործ փայտե տուփ։ Մեջը իր պապից մնացած արծաթե մատանին էր, պարզ, բայց ազնվական։ Աստղ չեմ կարող բերել, բայց իմ սիրտը, իմ կյանքը, իմ ազգանունը կարող եմ տալ քեզ։ Արևիկ, կդառնաս իմ կինը։ Արևիկի շունչը կտրվեց, իսկ աչքերը լցվեցին երջանկության արցունքներով։ Նա կարողացավ միայն գլխով անել, և այդ լուռ համաձայնությունը ավելի բարձր հնչեց, քան որևէ խոսք։ Նրանք գրկախառնվեցին, և թվում էր, թե ողջ աշխարհը կանգ է առել, հիանալու նրանց անխախտ թվացող երջանկությամբ։ Նույն երեկոյան երկու ընտանիքները հավաքվել էին Արևիկի հոր Հակոբի տանը։ Օդում տոնական տրամադրություն էր, սեղանը ճոխ էր, իսկ սրտերը լի ուրախությամբ։ Հակոբը բաժակը բարձրացրեց։ Դե ինչ Սարգիս ախպեր, ուրեմն խնամի ենք դառնում, մեր տարիների բարեկամությունը արյունով ենք կապում։ Սարգիսը, Լևոնի հայրը, ջերմորեն ժպտաց։ Աստված տա Հակոբ ջան, մեր Լևոնը ոսկի աղջիկ է տանում։ Բայց երբ Հակոբը արտաբերեց արյունով ենք կապում խոսքերը, Սարգսի ժպիտը մի պահ սառեց։ Երկու հայրերը հայացքներով խոսեցին, և նրանց միջով մի աննկատ, բայց տագնապալի ստվեր սահեց։ Արևիկը սիրուց կուրացած ոչինչ չնկատեց, բայց նրա մայրը, Նունեն, իր կանացի զգայունությամբ որսաց այդ կարճատև լարվածությունը։ Երկխնջույքը սամով ռազգարի էր, դուռը թակեցին։ Մի երիտասարդ ներս մտավ և հարգալից խոնարհվելով հաղորդեց, որ ավագ Վարդանը կանչում է Հակոբին ու Սարգսին, անհապաղ։ Ուրախությունը մի անգամից մարեց։ Այս ուշ ժամին գյուղի ավագի կանչը միայն վատ բան կարող էր գուշակել։ Երկու հայրերը լուռ դուրս եկան գիշերային զովի մեջ։ Քեզ էլ են կանչեն, հարցրեց Սարգիսը։ Հա, պատասխանեց Հակոբը, սիրտս լավ բան չի գուշակում։ Նրանք ծանր քայլերով շարժվեցին դեպի ավագի տունը, իսկ լուսինը սառը լույս էր սփռում նրանց մտահոգ դեմքերին։ Ինչու պետք է գյուղի իմաստուն պահապանը հենց նշանադրության գիշերը խանգարեր նրանց երջանկությունը։ Ավագ Վարդանի տանը օդը խիտ էր խունքի և չորացրած խոտաբույսերի բույրից։ Պատերից կախված հին գորգերն ու մագաղացներով լի դարակները կարծես դարերի լուռ վկաները լինեին։ Ավագը նստած էր իր բազկաթոռին, նրա դեմքը խիստ էր, իսկ աչքերը խորաթափանց։ Լուր եմ ստացել, որ երեխաներին որոշել եք իրար տալ։ Ուրեմն մոռացել եք այն երդումը, որ տվել եք իրար։ Նրա ձայնը հանգիստ էր, բայց յուրաքանչյուր բառ մուրճի հարվածի պես էր հնչում։ Հակոբն ու Սարգիսը գունատվեցին։ Բայց դա վաղուց էր։ Երիտասարդ էինք, փորձեց արդարանալ Սարգիսը։ Երդումը տարիք չի ճանաչում, Սարգիս, այն կամ կա, կամ չկա։ Ավագի խոսքերը նրանց վերադարձրին 25 տարի առաջ, ձյունածածկ լեռներ, որտեղ նրանք, երիտասարդ զինվորներ, մոլորվել էին ձնապքի մեջ։
Հակոբի ոտքը վիրավոր էր, և նա հազիվ էր քայլում, հենվելով Սարգիսի ուսին։ «Գնա, Սարգիս, ինձ թող, գնա, դու գոնե փրկվիր», հևասպար շշնջում էր Հակոբը։ «Լռիր, ես քեզ մենակ չեմ թողնի, եթե մեռնելու ենք, միասին ենք մեռնելու»։ Սարգիսը նրան քարշ տվեց մինչև մի փոքրիկ քարանձավ, որտեղ նրանք կրակ վառեցին։ Այնտեղ, սոված ու մրսած, բայց ողջ, նրանք իրար երդում տվեցին։ Սարգիսը դաշույնով կտրեց իր ափը, Հակոբը նույնն արեց, և նրանք սեղմեցին իրար արյունոտ ձեռքերը։ «Երդվում եմ այս արյունով, որ մինչև կյանքիս վերջը քո ցավը իմը կլինի, քո ուրախությունը իմը, մենք եղբայրներ ենք։ Երդվում եմ, արյունով կապված եղբայրներ»։ Հիշողությունը վառ էր, կարծես 3 էր եղել։ Երդվյալ եղբայրների երեխաները իրար համար քույր ու եղբայր են, նրանց միությունը արյունապղծություն է դա, մեր նախնիների օրենքն է դա։ Ավագ Վարդանի ձայնը նրանց վերադարձրեց ներկա։ «Այդ ամուսնությունը չի կարող կայանալ, վաղը կխոսեք երեխաների հետ»։ Նրա խոսքը վերջնական էր։ Երկու հայրերը դուրս եկան ուսերին դրված անտանելի բեռով։ Հասնելով իր տան դարպասին, Հակոբը ներսից լսեց արևիկի ուրախ ծիծաղը։ Այդ ծիծաղը դանակի պես խոցեց նրա սիրտը, քանի որ նա գիտեր, վաղ այդ ծիծաղը լռելու է ընդմիշտ։ Առավոտյան, երբ արևիկը երգելով սեղան էր գցում, Հակոբը ներս մտավ։ Նրա դեմքը քարացած էր, աչքերը կարմրած անքուն գիշերից։ «Արևիկ, նստի աղջիկս, խոսելու բան ունեմ»։ Նրա ձայնը խուլ էր։ Երբ նա արտաբերեց ճակատագրական խոսքերը, «Այդ ամուսնությունը Լևոնի հետ չի կարող լինել», արևիկը սկզբում ծիծաղեց։ «Հայրիկ, ինչ կատակ է»։ «Սա կատակ չէ։ Ես ու Սարգիսը երդվյալ եղբայրներ ենք։ Մեր օրենքով դուք իրար համար եղբայր ու քույր եք»։ Աղջկա դեմքին անհավատությունը փոխարինվեց զայրույթով։ «Ինչ օրենք, ինչ եղբայր ու քույր, մենք սիրում ենք իրար, սա 21-րդ դարն է»։ «Այդ օրենքը սուրբ է», ձայնը բարձրացրեց Հակոբը։ «Ես չեմ ուզում հասկանալ։ Ես ամուսնանալու եմ Լևոնի հետ։ Ոչ մի հին սովորույթ ինձ չի կանգնեցնի», գոռաց արևիկը և վազելով դուրս եկավ տնից։ Նույն պահին Լևոնի տանը Սարգիսը նույն պատմությունն էր պատմում իր որդուն։ Ի տարբերություն արևիկի, Լևոնը չպայթեց, նա քարացավ։ «Այսինքն, վերջ, այդքան պարզ», կեսձայն հարցրեց նա։ «Պարզ չէ, տղաս, բայց ուրիշ ճանապարհ չկա։ Մեր նախնիների օրենքի դեմ չենք կարող գնալ։ Դա անեծք կբերի մեր գերդաստանների վրա»։ Երկու սիրահարները հանդիպեցին իրենց սիրելի ընկուզենու տակ, որտեղ 3 երջանիկ էին։ «Մենք պայքարելու ենք, չէ՞։ Կփախչենք», հուսահատ ասաց արևիկը։ Բայց Լևոնը լուռ էր։ «Լևոն, ինչով ես լռում»։ «Հայրս խոսեց անեծքի մասին», դժվարությամբ արտաբերեց նա։ «Դու հավատում ես դրան, այդ հեքիաթներին», բացականչեց արևիկը։ «Ես չգիտեմ ինչին հավատամ, արևիկ, բայց ես չեմ կարող քեզ հետ երջանիկ լինել, իմանալով, որ իմ ընտանիքին դժբախտություն եմ պատճառել»։ Առաջին անգամ նրանց միջև պատ բարձրացավ։ Արևիկը նրա մեջ տեսավ ոչ թե իր սիրելիին, այլ ավանդույթներից վախեցած մի տղայի։ «Ես կպայքարեմ, մենակ եթե պետք լինի», ասաց նա և հեռացավ, թողնելով Լևոնին մենակ իր տանջալի մտքերի հետ։ Լուրը կայծակի արագությամբ տարածվեց գյուղում, և արևիկի շուրջ օդը սառեց։ Հարևանների կարեկցող հայացքները փոխարինվեցին դատապարտող շշուկներով։ «Հոր խոսքին դեմ է գնում, ամոթ է», լսում էր նա իր հետևից։ Նա մեկուսացավ իր իսկ հարազատ գյուղում, որտեղ յուրաքանչյուր քար իր մանկության վկան էր։ Գիշերները նրանք գաղտնի հանդիպում էին գետի ափին, որը դարձել էր նրանց միակ ապաստանը։ «Գնանք քաղաք, Լևոն, այնտեղ ոչ ոք մեզ չի ճանաչի», աղերսում էր արևիկը։ Բայց Լևոնը տատանվում էր։ «Փախչենք։ Իսկ մեր ծնողները, իմ հիվանդ մայրը, մենք չենք կարող այդքան եսասեր լինել»։ «Ուրեմն սերը եսասիրություն է», հուսահատ հարցնում էր արևիկը։ Նրանց խոսակցությունները մտնում էին փակուղի, բախվելով Լևոնի պարտքի զգացմանն ու արևիկի անզիջում սիրուն։ Մի գիշեր, երբ Հակոբը մենակ նստած տանջվում էր իր տանը, Նունեն մոտեցավ նրան։ «Մինչև ե՞րբ, Հակոբ, աղջիկը հալվում է մեր աչքի առաջ։ Միթե քո տված երդումն ավելի թանկ է»։ «Քան քո զավակի կյանքը»։ Հակոբը երկար լռեց, հետո կոտրված ձայնով շշնջաց. «Դա ուղղակի երդում չէ, Նունե, դա անեծքն է, այն պատմությունը։ Ավագ Վարդանը պետք է նրանց պատմի այդ պատմությունը»։ Ինչ պատմություն էր դա, որի հիշողությունն անգամ ստիպում էր այս ուժեղ մարդուն դողալ։ Ինչ սարսափելի գաղտնիք էր թաքնված գյուղի անցյալում,
որն ավելի ուժեղ էր, քան հայրական սերը։ Հաջորդ օրը Արևիկի համառությունը վերջնականապես կոտրեց հոր դիմադրությունը։ Հակոբը, տեսնելով աղջկա հուսահատությունը, հասկացավ, որ բառերը այլևս անզոր են։ Նա անձամբ ուղեկցեց Արևիկին և Լևոնին ավագ Վարդանի տուն։ Ծերունին նրանց ընդունեց իր մթամած սենյակում, որտեղ օդը ծանր էր դարերի փոշուց և չորացրած գրքերի հոտից։ Նա երկար լուր նայում էր երիտասարդների պայքարող, բայց չհանձնվող դեմքերին։ Նրա հայացքում ոչ թե դատապարտում կար, այլ խորը, հոգնած տխրություն։ Կարծես նա արդեն հարյուրավոր անգամներ տեսել էր այս նույն տեսարանը։ «Ուրեմն եկել եք», վերջապես խոսեց նա։ Նրա ձայնը չորացած տերևի խշշոց էր հիշեցնում։ «Եկել եք լսելու այն, ինչ չեք ուզում լսել, և հասկանալու այն, ինչ հրաժարվում եք ընդունել»։ Արևիկը առաջ քայլ արեց։ Նրա կզակը հպարտորեն բարձր էր։ «Վարդան պապ, մենք եկել ենք հասկանալու, թե ինչու մի հին երդումը պետք է ավելի ուժեղ լինի, քան մարդկային սերը։ Մենք ուզում ենք իմանալ ճշմարտությունը»։ Ավագ Վարդանը ծանր հոգոց հանեց։ Նա մոտեցավ մի հին փայտե սնդուկի, որը կանգնած էր սենյակի անկյունում, և դանդաղ բարձրացրեց ծանր կափարիչը։ Սնդուկի միջից նա հանեց մագաղաթի մի փաթույթ, որը ժամանակից դեղնել էր և եզրերից քրքրվել։ Նա զգուշությամբ փռեց այն սեղանին։ Մագաղաթի վրա հին հայերեն տարրերով գրվածքներ կային, իսկ ներքևում երկու խաչաձևված ստորագրություն, թանակի փոխարեն կարծես մգացած արյան հետքերով։ «Սա մեր գյուղի ուխտն է», ասաց ավագը։ Հարյուրավոր տարիներ առաջ մեր նախնիները, փրկվելով թշնամու սրից, այս հողի վրա նոր կյանք սկսեցին։ Նրանք քիչ էին, և նրանց միակ զենքը միասնությունն էր։ Այդ օրը նրանք երդվեցին, որ յուրաքանչյուրի ընտանիքը մյուսի պաշտպանը կլինի, իսկ երդվյալ եղբայրությունը կլինի արյունակցական կապից էլ ամուր։ Այս մագաղաթի վրա ձեր նախապապերի ստորագրություններն են։ Իսկ այստեղ նա մատնացույց արեց մի գծանկար, որտեղ պատկերված էր երկու տղամարդկանց ձեռքսեղմումը։ Ձեր հայրերի կողմից կատարված ծեսի նկարագրությունն է։ Լևոնը և Արևիկը լուռ նայում էին մագաղաթին։ Այն կարծես կենդանի էր, նրանից հնության և սրբության շունչ էր փչում։ Բայց Արևիկի համար դա դեռ բավարար չէր։ Սա պատմություն է, հարգելի ավագ, գեղեցիկ, բայց անցյալ, իսկ մենք ապրում ենք այսօր, նրա ձայնի մեջ համառություն կար։ Ավագ Վարդանի աչքերը մթնեցին։ Դուք կարծում եք սա ուղղակի պատմություն է։ Ուրեմն լսեք մի ուրիշ պատմություն, ոչ թե հին, այլ շատ մոտիկ անցյալից։ Նա նստեց իր բազկաթոռին և սենյակում լռություն տիրեց, որը խախտում էր միայն հին ժամացույցի տկտկոցը։ Մոտ 70 տարի առաջ այս գյուղում ապրում էին երկու երիտասարդ՝ Անահիտն ու Կարենը։ Նրանք սիրում էին իրար, այնպես ինչպես դուք եք հիմա սիրում։ Նրանց հայրերը նույնպես երդվյալ եղբայրներ էին։ Գյուղի ավագը, ինչպես ես հիմա, արգելեց նրանց ամուսնությունը, բայց նրանք չլսեցին, նրանք համառ էին, ինչպես դու Արևիկ, և կրքոտ։ Մի գիշեր նրանք գաղտնի պսակադրվեցին հարևան գյուղի քահանայի մոտ և փախան։ Ավագը մի պահ լռեց, կարծես ուժ էր հավաքում շարունակելու համար։ Սկզբում թվում էր, թե ամեն ինչ լավ է, նրանք երջանիկ էին, բայց հետո սկսվեցին դժբախտությունները։ Նախ գյուղի վրա երաշտ եկավ, այնպիսի երաշտ, որ ծերերը չէին հիշում։ Ամբողջ բերքը չորացավ, աղբյուրները ցամաքեցին։ Հետո սկսվեց անասունների անկումը։ Մի տարօրինակ հիվանդություն տարածվեց, և ոչ ոք չէր կարողանում դրա դեմ առնել։ Մարդիկ սկսեցին սովի մատնվել։ Շատերը հավատում էին, որ դա անեծք է, խախտված երդման պատիժը։ Արևիկը լսում էր անվստահ ժպիտը դեմքին, բայց Լևոնի դեմքը գնալով գունատվում էր։ Նա մեծացել էր այս պատմությունները լսելով, բայց դրանք միշտ հեքիաթների պես էին հնչել։ Այժմ ավագ Վարդանի շուրթերից դրանք սարսափելի իրականություն էին դառնում։ Բայց ամենասարսափելին դեռ առջևում էր, շարունակեց ավագը, նրա ձայնը իջավ մինչև սարսուռ առաջացնող շշուկի։ Անահիտը հղիացավ, ողջ գյուղը սպասում էր տեսնելու, թե ինչ երեխա կծնվի արգելված սիրուց։ Եվ երբ երեխան ծնվեց, նա առողջ էր, գեղեցիկ տղա։ Մարդիկ մի պահ թեթևացած շունչ քաշեցին։ Կարծես թե անեծքը շրջանցել էր նրանց։ Բայց ծնվելուց ուղիղ 1 տարի անց իր ծննդյան օրը երեխան հանկարծակի հիվանդացավ և 1 գիշերվա մեջ մահացավ։ Ոչ մի բժիշկ չկարողացավ հասկանալ պատճառը։ Դրանից հետո Անահիտը խելագարվեց, իսկ Կարենը թողեց ամեն ինչ և հեռացավ գյուղից։ Ոչ ոք նրանից այլևս լուր չունեցավ։
Այդ օրվանից գյուղում ոչ ոք այլևս չի համարձակվում խախտել երթումը։ Հիմա ասացեք ինձ, երիտասարդներ, դուք դեռ ուզում եք ձեր սերը կառուցել նման ողբերգության հիմքի վրա։ Պատրաստ եք ռիսկի դիմել ոչ միայն ձեր, այլև ողջ համայնքի բարօրությամբ։ Ավագ Վարդանը վերջացրեց և նայեց նրանց։ Նրա խոսքերը ծանր քարի պես կախվել էին սենյակի լռության մեջ։ Արևիկը ցնցված էր։ Նա այլևս չէր կարող ժպտալ։ Պատմությունը իր ողջ դաժանությամբ խոցել էր նրա հոգու ամենախորքը, բայց նրա մեջ դեռ մի կայծ կար, որ չէր հանգչում։ Մի բան այս պատմության մեջ նրան անհանգստացնում էր։ Դա չափազանց, կատարյալ ողբերգություն էր։ Կարծես ինչ-որ մեկը հատուկ գրել էր այն վախեցնելու համար։ Նա նայեց Լևոնին և տեսավ, որ նա կոտրված է։ Ավագի պատմությունը հասել էր իր նպատակին։ Լևոնի համար սա վերջն էր, բայց ոչ Արևիկի։ Նրա մտքում մի հարց էր պտտվում. իսկ ինչ եղավ այն տղայի, Կարենի հետ, ուր անհետացավ նա, և ինչու ոչ ոք երբեք չփորձեց գտնել նրան։ Ավագ Վարդանի տնից դուրս գալով նրանք հայտնվեցին բոլորովին այլ աշխարհում։ Եթե ներսում օդը ծանր էր հնության և մահվան շնչից, ապա դրսում գարնանային երեկոն շարունակում էր իր անհոգ կյանքը։ Բայց ոչ Արևիկի, ոչ էլ Լևոնի համար այդ անհոգությունը այլևս գոյություն չուներ։ Նրանք քայլում էին լուռ, նրանց միջև առաջացած անդունդը ավելի էր խորացել։ Լևոնի ուսերը կախվել էին, կարծես ավագի պատմության ողջ ծանրությունը դրվել էր նրա վրա։ Նա ամբողջությամբ կլանված էր վախով և պարտքի զգացումով։ «Մենք չենք կարող», վերջապես խախտեց լռությունը նա, ձայնը հազիվ լսելի էր։ «Արևիկ, մենք չենք կարող դեմ գնալ։ Դու լսեցիր, թե ինչ պատահեց։ Մի ողջ գյուղ տուժեց նրանց սիրո պատճառով»։ Արևիկը կանգ առավ և շրջվեց դեպի նա։ Նրա աչքերում այլևս արցունքներ չկային։ Դրանց փոխարինել էր սառը վճռականությունը։ Իսկ դու հավատում ես այդ ամենին, Լևոն, այդքան հեշտ, երաշտ, անասունների անկում, երեխայի մահ, այս ամենը միայն նրանց սիրո պատճառով, իսկ միգուցե դա ուղղակի զուգադիպություն էր, միգուցե դա հարմար պատմություն է, որը ստիպում է բոլորին լուռ ենթարկվել։ Զուգադիպություն, դառնորեն կրկնեց Լևոնը։ Ամբողջ գյուղը գիտի այդ պատմությունը։ Իմ պապը իր աչքով է տեսել այդ ամենը։ Սա հեքիաթ չէ, Արևիկ, սա մեր իրականությունն է։ Ոչ, սա քո իրականությունն է, Լևոն։ Իրականություն, որը դու ընտրում ես վախից դրդված։ Իսկ ես չեմ պատրաստվում ապրել ուրիշի վախերով։ Ես կգտնեմ ճշմարտությունը։ Նրանց խոսակցությունը վերածվել էր սառը պատերազմի, որտեղ սերը դեռ կա, բայց այն թաքնված է փոխադարձ մեղադրանքների և անհասկացվածության հաստ շերտի տակ։ Հաջորդ օրերին Արևիկը սկսեց իր սեփական հետաքննությունը։ Նա որոշել էր ապացուցել, որ ավագ Վարդանի պատմությունը ընդամենը լեգենդ է, որը սերնդեսերունդ փոխանցվելով զարդարվել է սարսափելի մանրամասներով։ Նրա առաջին փորձը եղավ գյուղի ամենատարեց կանանց հետ խոսելը։ Նա մտածում էր, որ նրանք, լինելով ավելի զգացմունքային, գուցե այլ կերպ հիշեն պատմությունը։ Նա այցելեց տատիկ Սիրանուշին, որը հիշում էր անցյալ դարի սկիզբը։ Ծեր կինը նստած էր իր տան պատշգամբում բուրդ մանելով։ «Անահիտին ու Կարենին ես հարցնում, աղջիկս», թխուր ժպտաց նա, լսելով Արևիկի հարցը։ Ախ, ինչ սիրուն զույգ էին, կարծես արևն ու լուսինը իրար գտած լինեին, բայց նրանց սերը անիծված էր։ Ես հիշում եմ այն տարին։ Հողը քարացել էր, ծառերը չորացել, ամեն առավոտ մի նոր դժբախտության լուր էինք ստանում։ Մարդիկ վախենում էին իրար աչքերի մեջ նայել, ասում էին Աստված երես է դեքել մեր գյուղից։ Նրա խոսքերը գրեթե բառացի կրկնում էին ավագ Վարդանի պատմությունը։ Արևիկը հիասթափված հեռացավ։ Յուրաքանչյուր ոք, ում նա դիմում էր, նույն բանն էր պատմում, կարծես բոլորը սրտել էին նույն դասը։ Խոչընդոտները ավելի շատ էին, քան նա սպասում էր։ Գյուղի հավաքական հիշողությունը կարծես բետոնե պատ լիներ, որի դեմ նրա փորձերը փշրվում էին։ Արևիկի վարքը չէր կարող աննկատ մնալ։ Լուրերը, որ նա հարցուփորձ է անում հին պատմության մասին, հասան ավագ Վարդանին։ Մի երեկո, երբ Արևիկը վերադառնում էր տուն, ավագը սպասում էր նրան իր տան դիմաց։ Նրա դեմքը խիստ էր, քան երբևէ։ «Դու խաղում ես կրակի հետ, աղջիկ», ասաց նա սառը ձայնով։ «Դու փորձում ես արթնացնել այն, ինչը պետք է հավերժ քնած մնա։ Որոշ ճշմարտություններ պետք է թաղված մնան, ի բարօրություն բոլորի։ Իսկ միգուցե դուք եք վախենում, որ ես կգտնեմ մի ճշմարտություն, որը ձեզ ձեռնընտու չէ», համարձակորեն պատասխանեց Արևիկը։ «Միգուցե այս ամբողջ պատմությունը սուտ է, որը դուք և ձեզ նմանները տարածում եք մարդկանց հնազանդության մեջ պահելու համար»։ Ավագ Վարդանի աչքերում մի վայրկյանով զայրույթ փայլատակեց, բայց հետո այն փոխարինվեց խորը ցավով։ «Դու չես հասկանում։
Դու չես հասկանում, թե ինչպիսի ուժերի դեմ ես դուրս գալիս։ Հրաժարվիր քո մտքից, մինչև ուշ չէ։ Հանուն քեզ, հանուն Լևոնի, հանուն ողջ գյուղի։ Նա շրջվեց և մտավ իր տուն, թողնելով Արևիկին մենակ իր խոսքերի սառը արձագանքի հետ։ Ավագի նախազգուշացումը ոչ թե վախեցրեց Արևիկին, այլ հակառակը, ամրապնդեց նրա կասկածները։ Ինչու պետք է ճշմարտությունը վտանգավոր լինի։ Ինչ էր թաքցնում ավագը այդքան համառորեն։ Նույն գիշեր Արևիկը չէր կարողանում քնել։ Նա պառկած էր անկողմում և մտքերը պտտվում էին գլխում։ Լևոնի հետ հարաբերությունները օրեցօր սառում էին։ Գյուղը նրան համարում էր խռովարար, ավագը բացահայտ սպառնում էր։ Նա զգում էր, որ պատերը սեղմվում են իր շուրջը։ Հուսահատության պահին նրա մտքով անցավ մայրը, Նունենը։ Նա միշտ եղել էր իր դաշնակիցը, թեկուզ լուռ։ Նա վեր կացավ և գնաց ծնողների ննջարան։ Հակոբը քնած էր, բայց Նունենը արթուն էր, կարծես սպասում էր նրան։ «Մամ», շշնջաց Արևիկը, «դու հավատո՞մ ես այդ պատմությանը»։ Նունենը երկար նայեց աղջկան, հետո հոգոց հանեց։ «Ես հավատում եմ այն ամենին, ինչ տեսել եմ, աղջիկս։ Ես հիշում եմ Անահիտին, նրա աչքերի տխրությունը, բայց ես հիշում եմ նաև մի ուրիշ բան, որի մասին գյուղում չեն սիրում խոսել»։ Արևիկի սիրտը բաբախեց։ «Ինչ բան»։ Այն ժամանակվա գյուղի ավագը, Վարդանի հայրը, շատ խիստ մարդ էր, նա ատում էր Կարենին։ Ասում էին, նրանց ընտանիքների միջև հին թշնամություն կար, և երբ Կանենն ու Անահիտը փախան, նա երդվեց, որ կործանելու է նրանց։ Ոմանք շշնջում էին, որ գյուղի դժբախտությունները բնական չէին, որ դրանց հետևում ինչ-որ մեկի չար ձեռքն էր կանգնած։ Նունեի խոսքերը կայծակի պես լուսավորեցին Արևիկի միտքը։ Անեծքը միգուցե այն ոչ թե երկնքից էր իջել, այլ ստեղծվել էր մարդու կողմից։ Բայց ով կարող էր նման սարսափելի բան անել։ Եվ ինչու։ Հարցերը շատանում էին, իսկ պատասխանները ավելի ու ավելի խորը թաղվում անցյալի մշուշում։ Մոր խոսքերը Արևիկի համար դարձան բանալի, որը բացեց մի նոր, ավելի սարսափելի դուռ։ Եթե անեծքը մարդու ձեռքի գործ էր, ապա ողջ պատմությունը վերածվում էր ոչ թե ճակատագրի ողբերգության, այլ սառը դիտավորությամբ կատարված հանցագործություն։ Այս գիտակցումը նրան միաժամանակ և սարսափեցրեց, և նոր ուժ տվեց։ Հիմա նա պայքարում էր ոչ միայն իր սիրո, այլև ճշմարտության համար, որը թաղված էր վախի և ստի տակ։ Նրա հաջորդ քայլը պետք է լիներ ավելի խորը փորելը, գտնելը մի բան, որը մյուսները կամ չէին նկատել, կամ վախեցել էին դիպչել։ Նա մտածեց գյուղի եկեղեցու մասին։ Այնտեղ պահվում էին ծխական մատյանները, ծնունդների, մկրտությունների և մահերի գրանցումներով։ Եթե երեխան իսկապես մահացել էր, ապա պետք է գրառում լիներ։ Գուցե այնտեղ ինչ-որ մանրամասն կար, որը կօգներ հասկանալ մահվան իրական պատճառը։ Սակայն եկեղեցու արխիվ մտնելը հեշտ գործ չէր։ Բանալիները գյուղի քահանայի, Տեր Հովսեփի մոտ էին, որը հայտնի էր իր խստությամբ և ավագ Վարդանի հետ մտերմությամբ։ Արևիկը գիտեր, որ ուղիղ խնդրանքը մերժվելու է։ Պետք էր գործել այլ կերպ։ Նա որոշեց օգնության դիմել Լևոնին։ Չնայած իրենց միջև առաջացած սառնությանը, նա հույս ուներ, որ Լևոնը չի մերժի իրեն, երբ խոսքը վերաբերում է ճշմարտությունը պարզելուն։ Նրանք հանդիպեցին իրենց սովորական վայրում, գետի ափին։ Երբ Արևիկը ներկայացրեց իր ծրագիրը, Լևոնի դեմքին սարսափ արտահայտվեց։ «Դու խեննընդ ես», բացականչեց նա, «մտնել եկեղեցու արխիվ, գաղտնի։ Եթե մեզ բռնեն, դա սրբապղծություն կհամարվի, մեզ գյուղից կարտաքսեն»։ «Իսկ ինչ ես առաջարկում, Լևոն», ձայնի մեջ պողպատե երանգներ հայտնվեցին։ «Նստենք ու սպասենք, թե ինչպես են մեր կյանքը քանդում մի հին, կասկածելի պատմության պատճառով։ Ես պատրաստ եմ ռիսկի դիմել, իսկ դու»։ Նրա ուղիղ հարցը Լևոնին փակուղու առաջ կանգնեցրեց։ Նրա հոգում պայքար էր մղվում վախի և սիրո միջև։ Նա նայեց Արևիկի վճռական դեմքին և հասկացավ, որ եթե հիմա հրաժարվի, նրան ընդմիշտ կկորցնի։ Ծանր հոգոց հանելով նա համաձայնեց։ «Լավ, բայց ինչպես ենք մտնելու։ Տեր Հովսեփը բանալիները միշտ իր հետ է պահում»։ Արևիկը արդեն մտածել էր այդ մասին։ Վաղը կիրակի է, պատարագի օր։ Պատարագի ժամանակ նա բանալիները թողնում է իր սենյակում, խորանի հետևում։ Մենք կարող ենք աննկատ մտնել և վերցնել դրանք։ Մեզ պետք է ընդամենը 10 րոպե։ Ծրագիրը համարձակ էր և վտանգավոր, բայց այլ ելք նրանք չէին տեսնում։ Կիրակի առավոտյան գյուղացիները հավաքվել էին եկեղեցում։ Արևիկն ու Լևոնը նստած էին վերջին շարքերում, սպասելով հարմար պահի։
Երբ պատարագը հասավ իր գագաթնակետին և բոլորի ուշադրությունը սևեռված էր խորանին, նրանք անաղմուկ դուրս սողոսկեցին կողային դռնով։ Սիրտը կուրծքներում բախում էր, ձեռքերը դողում էին։ Նրանք շրջանցեցին եկեղեցին և մտան Տեր Հովսեփի փոքրիկ կացարանը։ Բանալիները, ինչպես և կանխատեսել էր Արևիկը, կախված էին պատի մեխից։ Նրանք վերցրին դրանք և շտապեցին դեպի արխիվի դուռը, որը գտնվում էր զանգակատան ներքևում։ Դուռը դժվարությամբ, ճռալով բացվեց և նրանց դեմքին հարվածեց մոռացության, թանաքի և մագաղաթի հին հոտը։ Սենյակը փոքր էր, պատերի երկայնքով դարակներ էին, որոնց վրա կոկիկ շարված էին հաստմատյանները։ «Արագ, պետք է գտնենք 70 տարի առաջվա գրանցումները», շշնջաց Արևիկը։ Նրանք սկսեցին տենդագին փնտրել։ Ժամանակը թռչում էր անհավատալի արագությամբ։ Յուրաքանչյուր վայրկյանը կարող էր ճակատագրական լինել։ Վերջապես Լևոնը գտավ պետքական մատյանը։ Նրանք դրեցին այն փոշոտ սեղանին և սկսեցին թերթել դեղնած էջերը։ Եվ ահա, նրանք գտան այն. Անահիտի և Կարենի որդու Վահեի մահվան գրանցումը։ Դրարումը կարճ էր՝ Վահե 1 տարեկան, մահվան պատճառը հանկարծակի տենդ։ Ոչ մի արտասովոր բան։ Արևիկի հույսերը սկսեցին մարել։ Գուցե նա իսկապես սխալվում էր։ Բայց հետո նրա աչքը ընկավ մի մանրուքի վրա, գրանցման կողքին։ Լուսանցքում մանր տառերով մի նշում կար արված։ Գրությունը խունացած էր, հազիվ ընթեռնելի։ Նա մոտեցրեց մատյանը լույսին և կարդաց. «Հուղարկավորությանը ներկա չէր հայրը»։ Այս պարզ նախադասությունը կարծես ոչինչ չէր նշանակում, բայց Արևիկի համար դա տարօրինակ էր։ Ինչու պետք է հայրը ներկա չլիներ իր միակ որդու հուղարկավորությանը։ Հենց այդ պահին նրանք լսեցին քայլերի ձայներ։ Դրանք մոտենում էին արխիվի դռանը։ Նրանց սրտերը կանգ առան, նրանց բռնել էին։ Դուռը բացվեց, և շեմին հայտնվեց Տեր Հովսեփը։ Նրա դեմքին զայրույթի և զարմանքի խառնուրդ կար։ «Ինչ եք անում այստեղ, սրբապղծներ»։ Բայց նրա հետևում կանգնած էր մեկ ուրիշը՝ ավագ Վարդանը։ Նրա հայացքը սառն էր ու անթարթ։ Նա նայում էր ոչ թե երիտասարդներին, այլ նրանց ձեռքի բացված մատյանին։ «Ես գիտեի, որ դու կգաս այստեղ, Արևիկ», ասաց նա հանգիստ, բայց այդ հանգստության տակ փոթորիկ էր թաքնված։ «Քո համառությունը քեզ կկործանի»։ Իրավիճակը անելանելի էր։ Ոչ մի արդարացում այլևս չէր օգնի։ Նրանք ոչ միայն խախտել էին գյուղի օրենքը, այլև ներխուժել էին սուրբ վայր։ Սա արդեն ոչ թե ընտանեկան խնդիր էր, այլ հանցանք ամբողջ համայնքի դեմ։ Արևիկը հասկացավ, որ այս անգամ նրանք անցել են բոլոր սահմանները, և հետևանքները լինելու են սարսափելի։ Բայց նախքան որևէ մեկը կհասցներ խոսք ասել, ավագ Վարդանը մոտեցավ սեղանին, վերցրեց մատյանը և փակեց այն։ «Այն, ինչ դուք փնտրում եք, այստեղ չէ», ասաց նա խորհրդավոր կերպով։ «Իսկական պատմությունը գրված չէ թղթի վրա, այն ապրում է մարդկանց հիշողության մեջ, և շուտով դուք կիմանաք դրա իրական գինը»։ Նրա խոսքերը ավելի շատ սպառնալիք էին, քան բացատրություն։ Ինչ նկատի ուներ նա։ Ինչ գին պետք է վճարեին նրանք։ Եվ ո՞րն էր այն իրական պատմությունը, որը թաքնված էր բոլորից։ Ավագ Վարդանի խորհրդավոր խոսքերը օդում կախված մնացին, երբ նա և Տեր Հովսեփը Արևիկին ու Լևոնին դուրս հանեցին եկեղեցուց։ Նրանց չբանտարկեցին, չնախատեցին, պարզապես ուղարկեցին տուն, լուռ և խստադեմ։ Այդ լռությունը ավելի սարսափելի էր, քան որևէ պատիժ։ Դա փոթորիկից առաջ լինող խաղաղությունն էր, և Արևիկը դա զգում էր իր ամբողջ էությամբ։ Նրանց հանցանքի լուրը դեռ չէր հասցրել տարածվել, բայց գյուղի օդում արդեն լարվածություն կար։ Երբ նրանք հասան իրենց տների խաչմերուկին, Լևոնը կանգնեցրեց նրան։ «Արևիկ, գուցե բավական է»։ Նրա ձայնը հուսահատ էր։ «Մենք խորանում ենք մի ճահճի մեջ, որտեղից ելք չկա»։ Ավագը ճիշտ էր։ Եկ հրաժարվենք այս մտքից, մինչև ուշ չէ։ «Երբեք», պատասխանեց Արևիկը։ Նրա ձայնը հանգիստ էր, բայց անդրդվելի։ «Հիմա ես ավելի քան վստահ եմ, որ այստեղ մի սարսափելի գաղտնիք կա, և ես այն կբացահայտեմ, նույնիսկ եթե դա ինձ կյանքիս գնով արժենա»։ Նա շրջվեց և մտավ իր տուն, թողնելով Լևոնին մենակ իր վախերի և տատանումների հետ։ Նրանց միջև ճեղքվածքը դարձել էր անդունդ։ Տանը նրան դիմավորեց մոր Նունեի անհանգիստ հայացքը։ «Որտեղ է իր աղջիկս։ Ավագ Վարդանը այստեղ էր։ Նա խոսեց հորդ հետ, Հակոբը շատ վատ է իրեն զգում»։ Արևիկի սիրտը սեղմվեց։ Նա վազեց հյուրասենյակ։ Հակոբը նստած էր բազմոցին, գլուխը կախ, ուսերը կորացած։ Նա մի գիշերվա մեջ կարծես 10 տարով ծերացել էր։ «Հայրիկ», սկսեց Արևիկը։
Հակոբը դանդակ բարձրացրեց գլուխը։ Նրա աչքերում այնպիսի ցավ կար, որ արևիկը քարացավ։ «Դու չես հասկանում, թե ինչ ես արել», խոսեց Հակոբը, ձայնը խռպոտ էր։ «Դու արթնացրիր անցյալի ուրվականներին»։ Ավագեղ նա ինձ ստիպեց ընտրություն կատարել։ «Ինչ ընտրություն», շշնջաց արևիկը։ «Կամ դու հրաժարվում ես Լևոնից և ընդունում մեր օրենքը, կամ ես պետք է բոլորին պատմեմ ճշմարտությունը, ամբողջ ճշմարտությունը»։ Արևիկը շփոթված նայեց նրան։ «Ինչ ճշմարտության մասին է խոսքը, այն, որ դուք երդվյալ եղբայրներ եք»։ Հակոբը դառնորեն ծիծաղեց։ «Դա ճշմարտության միայն մի փոքր մասն է, աղջիկս, ամենաանմեղ մասը»։ Նա վեր կացավ, մոտեցավ հին ահարանին և դրա խորքից հանեց մի փոքրիկ փայտե տուփ։ Այն նույն տուփն էր, որտեղ նա պահում էր իր զինվորական հիշողությունները։ Նա բացեց այն և միջից հանեց մի հին դեղնած լուսանկար։ Լուսանկարում երկու երիտասարդ զինվոր էին, իրար գրկած։ Մեկը երիտասարդ Հակոբն էր, մյուսը Սարգիսը։ Բայց նրանց հետևում, մի փոքր հեռու, կանգնած էր երրորդը, մի տղա, թխուր, բայց բարի աչքերով։ Նրա դեմքը անծանոթ էր, բայց միևնույն ժամանակ անասելի հարազատ։ «Ո՞վ է սա», հարցրեց արևիկը։ Հակոբը խորը շունչ քաշեց։ «Կարծես պատրաստվում էր սուզվել սառը ջրի մեջ։ Սա Կարենն է», ասաց նա, և այդ անունը սենյակում հնչեց որպես դատավճիռ։ Արևիկի շունչը կտրվեց։ «Կարենը։ Անահիտի սիրեցյալը։ Բայց ինչ կապ ուներ նա իր հոր հետ։ Երբ ես ու Սարգիսը ծառայում էինք բանակում, մենք երեքով էինք անբաժան», շարունակեց Հակոբը։ Նրա հայացքը հարված էր անցյալին։ «Ես, Սարգիսը և Կարենը։ Նա մեր գյուղից չէր, բայց մեզ համար եղբորպես էր։ Այն օրը, երբ մենք մոլորվեցինք լեռներում, նա մեզ հետ էր։ Երբ ձնաբուքը սկսվեց, իմ ոտքը սայթաքեց, և ես ընկա ձորը։ Սարգիսը չէր կարող ինձ մենակ հանել։ Կարենը, նա առանց վարանելու իջավ իմ հետևից։ Նրանք երկուսով ինձ փրկեցին, բայց Կարենը այնտեղ ուժեղ մրսեց։ Նրա առողջությունը այդպես էլ չվերականգնվեց»։ Հակոբը լռեց, նրա ձեռքերը դողում էին։ «Այդ օրը մենք երեքով երդվեցինք եղբայրություն։ Ոչ թե երկուսով, այլ երեքով։ Մեր արյունը խառնվեց իրար։ Արևիկի գլխում ամեն ինչ խառնվել էր։ Եթե երեքն են երդվել, ապա ինչո՞ւ են բոլորը խոսում միայն երկուսի մասին։ Ուր էր անհետացել Կարեն այս պատմությունից։ Բայց ինչո՞վ ոչ ոք չգիտի նրա մասին, հարցրեց նա։ Հակոբը նայեց նրան, և նրա աչքերում արցունքներ հայտնվեցին։ «Որովհետև Կարենը քո հայրն է, արևիկ»։ Այդ խոսքերը որոտի պես հնչեցին սենյակի լռության մեջ։ Արևիկի համար աշխարհը կանգ առավ։ Ժամացույցի տկտկոցը, դրսի ձայները, սեփական սրտի բաբախյունը, ամեն ինչ լռեց։ Նա նայում էր Հակոբի դեմքին և չէր կարողանում հավատալ լսածին։ Դա չէր կարող ճիշտ լինել։ Դա անհեթեթություն էր, խելագարություն։ Ինչ ես ասում։ Նրա շուրթերը հազիվ էին շարժվում։ Դու իմ հայրն ես։ Ոչ, Հակոբի ձայնը կոտրվեց։ Ես քեզ մեծացրել եմ, ես քեզ սիրել եմ իմ հարազատ դստեր պես։ Բայց քո իսկական հայրը Կարենն է։ Երբ նա ու Անահիտը փախան, նրանք եկան ինձ մոտ, նրանք թաքնվում էին։ Երբ դու ծնվեցիր, գյուղի ավագի մարդիկ գտան նրանց։ Նրանք ուզում էին սպանել Կարենին։ Անահիտը քեզ փրկելու համար երեխային տվեց ինձ ու Նունեին և աղաչեց, որ փախչենք։ Նա ինքը մնաց Կարենին փրկելու համար, բայց չկարողացավ։ Նրանք երկուսին էլ սպանեցին։ Իսկ մենք քեզ հետ փախանք այս գյուղ։ Սարգիսն էլ մեզ հետ եկավ։ Մենք երդվեցինք, որ երբեք ոչ ոքի չենք պատմի այս մասին, որ քեզ պաշտպանենք։ Մենք ստեղծեցինք երդվյալ եղբայրների պատմությունը, որպեսզի բացատրենք մեր անբաժան կապը։ Արևիկի ոտքերը ծալվեցին։ Նա ընկավ աթոռին։ Ամբողջ աշխարհը, որը նա գիտեր, փլուզվեց մի քանի վայրկյանում։ Նրա հայրը իր հայրը չէր, նրա մայրը իր մայրը չէր։ Նրա ողջ կյանքը կառուցված էր ստի վրա։ Եվ ամենասարսափելին, նա նայեց լուսանկարին, հետո Հակոբին, հետո իր մտքում պատկերացրեց Սարգիսին։ Եթե Կարենը, Հակոբը և Սարգիսը երդվյալ եղբայրներ էին, եթե նրանք երեքն էլ արյունով կապված էին, իսկ Լևոնը Սարգիսի որդին էր, այդ դեպքում Լևոնը ոչ թե ուղղակի իր օրենքով եղբայրն էր, նա իր հոր երդվյալ եղբոր որդին էր, նա իր հորեղբոր տղան էր, նրանք իսկապես արյունակիցներ էին։ Անեծքը իրական էր, բայց ոչ այնպես, ինչպես բոլորը կարծում էին։ Այն ոչ թե միստիկ ուժ էր, այլ սարսափելի մարդկային ճշմարտություն։ Առաջին մի քանի ժամը արևիկի համար անցավ խիտ մշուշի մեջ։
Նա նստած էր իր սենյակում, նայում էր պատին և ոչինչ չէր տեսնում։ Իրականությունը փշրվել էր, և դրա բեկորները ցավոտ խրվել էին նրա գիտակցության մեջ։ Հակոբի խոսքերը արձագանքում էին գլխում. «Կարենը քո հայրն է, նրանց սպանեցին, Լևոնը, արյունակից»։ Յուրաքանչյուր բառը նոր դանակի հարված էր։ Նրա ողջ կյանքը, հիշողությունները, զգացմունքները, ամեն ինչ կեղծ էր։ Այն մարդը, ում նա հայր էր կոչում, իր հերոսն ու պաշտպանը, իրականում իր ծնողների մահվան գաղտնիքը պահողն էր, իսկ այն տղան, ում նա սիրում էր իր կյանքից ավելի, ում հետ երազում էր ապագա կառուցել, իրականում արգելված պտուղն էր, իր արյան կանչը։ Ցավը այնքան սուր էր, որ ֆիզիկական էր դառնում։ Նա զգում էր, թե ինչպես է սիրտը սեղմվում կրծքավանդակում, իսկ օդը չի հերիքում։ Նա ուզում էր գոռալ, բայց ձայնը խեղդվում էր կոկորդում։ Ժխտումը առաջին ալիքն էր, դա չի կարող ճիշտ լինել։ Հակոբը ինչ-որ բան խառնում է, նա ստրեսի տակ է, բայց հետո գալիս էր գիտակցումը, լուսանկարը, Հակոբի արցունքները, անցյալի անհասկանալի դրվագները, որոնք հիմա ստանում էին սարսափելի իմաստ։ Նրա հիշողության մեջ հայտնվեց ավագ Վարդանի դեմքը։ Հիմա նրա խոսքերը որոշ ճշմարտություններ պետք է թաղված մնան, այլ կերպ էին հնչում։ Նա պաշտպանում էր ոչ թե հին ավանդույթը, այլ սարսափելի հանցագործության գաղտնիքը։ Երբ առաջին շոկը սկսեց թուլանալ, դրան փոխարինելու եկավ զայրույթը, կրակոտ, այրող զայրույթ բոլորի նկատմամբ, Հակոբի և Նունեի նկատմամբ, ստի համար, Սարգսի նկատմամբ, լռության համար, ավագ Վարդանի նկատմամբ, ճշմարտությունը շահարկելու համար, և նույնիսկ Լևոնի նկատմամբ, որը, լինելով անմեղ, դարձել էր այս սարսափելի պատմության խորհրդանիշը։ Նա վեր կացավ։ Նրա մեջ ինչ-որ բան կոտրվել էր, բայց միևնույն ժամանակ ինչ-որ նոր, պողպատե բան էր ծնվել։ Եթե նրա կյանքը ավերված էր, ապա նա պետք է իմանար, թե ովքեր են դրա մեղավորները։ Նա դուրս եկավ սենյակից։ Հակոբն ու Նունեն նստած էին հյուրասենյակում, լուռ և հուսահատ։ Արևիկը կանգնեց նրանց դիմաց։ Նրա հայացքը սառն էր։ «Ես ուզում եմ իմանալ ամեն ինչ», ասաց նա, և նրա ձայնի մեջ այլևս աղջկական դող չկար։ «Ո՞վ է սպանեց իմ ծնողներին։ Ո՞վ էր այն ժամանակվա ավագը, որի մասին խոսում էր մայրս»։ Հակոբը չէր կարողանում նայել նրա աչքերին։ Դա ավագ Վարդանի հայրն էր, Գևորգը։ Նա ատում էր Կարենի ընտանիքը, բայց նա մենակ չէր։ Գյուղի որոշ մարդիկ նրա հետ էին։ «Ուրեմն ավագ Վարդանը գիտի», շարունակեց Արևիկը։ «Նա գիտի, որ իր հայրը մարդասպան է»։ «Նա գիտի», հաստատեց Հակոբը, «և այսքան տարի նա պահպանում է այդ գաղտնիքը, իր հոր հիշատակը և գյուղի խաղաղությունը պաշտպանելու համար։ Այդ պատճառով նա ստեղծեց անեծքի մասին լեգենդը, որպեսզի ոչ ոք չհամարձակվի փորփրել անցյալը։ Ամեն ինչ իր տեղն ընկավ։ Անեծքը, երաշտը, երեխայի մահը, այս ամենը սուտ էր, հորինվածք, իրական հանցագործությունը թաքցնելու համար։ Այդ պահին դուռը բացվեց, և ներս մտավ Լևոնը։ Նրա դեմքը գունատ էր, աչքերը խելագար։ «Հայրս, նա ինձ ամեն ինչ պատմեց», հազիվ արտաբերեց նա։ Նա նայեց Արևիկին, և նրա հայացքում ցավ կար, սեր և սարսափելի մեղքի զգացում։ Նա այժմ գիտեր, որ աղջիկը, ում սիրում էր, իր հոր երդվյալ եղբոր դուստրն էր, իր հորեղբոր աղջիկը։ Նրանց սերը իսկապես անհնար էր, բայց ոչ մի հին օրենքի, այլ արյան անխախտելի կանչի պատճառով։ «Արևիկ, ես», սկսեց նա, բայց չգիտեր ինչ ասել։ Բոլոր բառերը անիմաստ էին թվում։ Արևիկը նայեց նրան, և նրա զայրույթը մի պահ մեղմացավ։ Նա էլ էր զոհ, ինչպես ինքը։ Նրանց երկուսի կյանքն էլ քանդվել էր իրենց հայրերի անցյալի պատճառով։ «Մենք պետք է խոսենք», ասաց նա հանգիստ։ Նրանք դուրս եկան գիշերային այգի։ Ծիրանենիները նույն կերպ ծաղկել էին, բայց նրանց բույրը այլևս երջանկություն չէր հիշեցնում, այլ կորուստ։ «Ինչ ենք անելու», հարցրեց Լևոնը։ «Ես չգիտեմ, թե ինչ ես անելու դու, Լևոն», պատասխանեց Արևիկը, և նրա ձայնի մեջ նոր վճռականություն կար։ «Բայց ես գիտեմ, թե ինչ եմ անելու ես։ Ես թույլ չեմ տա, որ իմ ծնողների մահը մնա անպատիժ։ Ես չեմ տա, որ ավագ Վարդանը շարունակի կառավարել այս գյուղը իր ստի և վախի միջոցով։ Ես կբացահայտեմ ճշմարտությունը բոլորի առաջ»։ Լևոնը նայեց նրան։ Նրա առաջ կանգնած էր ոչ թե այն անհոգ, սիրահարված աղջիկը, ում հետ նա մեծացել էր, այլ մի մարտիկ աչքերում պողպատե կայծերով։ Ցավը նրան չէր կոտրել, այլ կոփել էր։ «Ես քեզ հետ եմ», ասաց Լևոնը առանց վարանելու։ «Սա նաև իմ պատմությունն է, իմ հայրն էլ է այս ստի մի մասը։ Մենք միասին պետք է մաքրենք նրանց անունները»։
Առաջին անգամ բացահայտումից հետո Արևիկը մենակ չզգաց։ Նրանց սերը չէր կարող ապագա ունենալ, բայց այն կարող էր վերածվել մի նոր, ավելի հզոր բանի՝ դաշինքի, հանուն արդարության։ Նրանք այլևս սիրահարներ չէին, որոնք պայքարում էին իրենց երջանկության համար։ Նրանք դարձել էին զինակիցներ, որոնք պատրաստվում էին պատերազմի։ Նրանց առաջին թշնամինը ավագ Վարդանն էր, բայց նրանք գիտեին, որ նա մենակ չէ։ Գյուռում կային ուրիշները, որոնք նույնպես շահագրգռված էին գաղտնիքը պահպանելու մեջ։ Բայց ովքեր էին նրանք, եւ ինչպես կարող էին երկու երիտասարդներ պայքարել մի համակարգի դեմ, որը կառուցվել էր տասնամյակների ընթացքում։ Նրանց փլանը պետք է լիներ խելացի եւ անխիղճ։ Նրանք պետք է գտնեին ապացույցներ, վկաներ, որոնք կհամարձակվեին խոսել։ Պատերազմը նոր էր սկսվում։ Արևիկի համար սուգը երկար չտևեց։ Այն վերածվեց սառը հաշվարկված զայրույթի, որը դարձավ նրա շարժիչ ուժը։ Նա այլևս չէր լալիս, չէր տարապում, նա փլանավորում էր։ Նրա առաջին թիրախը պետք է լիներ համակարգի ամենաթույլ օղակը։ Դա ավագ Վարդանը չէր, նա չափազանց խորամանկ էր։ Դա այն մարդիկ էին, ում վախը տարիներ շարունակ կերակրում էր այս սուտը։ Նրա եւ Լևոնի մշակած պլանը պարզ էր, բայց համարձակ։ Նրանք պետք է ստիպեին մարդկանց խոսել, ճեղքելով լռության պատը, որը կառուցել էր Վարդանի հայրը եւ ամրացրել ինքը՝ Վարդանը։ Նրանց առաջին քայլը եղավ այցելությունը ծերունի Մկրտիչին, որը ժամանակին Գևորգի, Վարդանի հոր, ամենամոտ ընկերն էր։ Նրանք գիտեին, որ ծերունին հիվանդ է եւ խիղճը տանջում է նրան։ Նրանք գտան Մկրտիչին իր այգում թոշոմած խնձորենու տակ նստած։ Նրա աչքերը մշուշոտ էին, իսկ ձեռքերը դողում էին։ «Ինչ եք ուզում ինձնից», տնքաց նա, տեսնելով նրանց։ «Ճշմարտությունը, Մկրտիչ պապ», հանգիստ ասաց Արևիկը։ «Ճշմարտությունը Կարենի եւ Անահիտի մասին»։ Ծերունին սարսափահար շուրջը նայեց։ «Ես ոչինչ չգիտեմ, գնացեք այստեղից»։ «Մենք գիտենք, որ դուք այնտեղ եք եղել այն գիշեր», շարունակեց Լևոնը։ Նրա ձայնը հաստատուն էր։ «Մենք գիտենք, որ դուք տեսել եք, թե ինչպես Գևորգը եւ նրա մարդիկ սպանեցին նրանց»։ Մկրտիչի դեմքը մոխրագույն դարձավ։ Դա դժբախտ պատահար էր, կակազեց նա։ Արևիկը ծնկի իջավ նրա առաջ եւ նայեց ուղիղ նրա մարող աչքերի մեջ։ «Դուք շուտով կկանգնեք Աստծո առաջ, Մկրտիչ պապ։ Ուզում եք ձեզ հետ տանել երկու անմեղ մարդու մահվան մեղքը։ Ձեր լռությունը ձեզ դարձրել է մարդասպանի սհուվաչասնիկ։ Խոսեք, ազատեք ձեր հոգին, մինչև ուշ չէ»։ Նրա խոսքերը հասան նպատակին։ Ծերունու դիմադրությունը կոտրվեց եւ նա սկսեց լաց լինել, ինչպես փոքր երեխա։ Նա պատմեց ամեն ինչ, մանրամասն նկարագրելով այն սարսափելի գիշերը, թե ինչպես Գևորգը խանդից եւ ատելությունից կուրացած դարանակալել էր սիրահարներին եւ սպանել նրանց, ներկայացնելով դա որպես կողոպտիչների հարձակում։ Մկրտիչի խոստովանությունը նրանց առաջին հաղթանակն էր, բայց նրանք գիտեին, որ դա բավարար չէ։ Ավագ Վարդանը հեշտությամբ կարող էր հայտարարել, որ ծերունի խելագարվել է։ Նրանց պետք էր ավելի հզոր զենք, եւ այդ զենքը կարող էր լինել միայն գյուղի հասարակական կարծիքը։ Նրանք սկսեցին գաղտնի խոսել մարդկանց հետ մեկ առ մեկ։ Նրանք չէին մեղադրում, չէին պահանջում, պարզապես կասկածի սերմեր էին ցանում։ Պարօրինակ չէ, որ անեծքի պատմությունը միայն Վարդանենց ընտանիքն է այդքան լավ հիշում, հարցնում էր Լևոնը իր հասակակիցներին։ Իսկ ինչով ոչ ոք երբեք չի տեսել Կարենի կամ Անահիտի գերեզմանները, անմեղ տեսքով հետաքրքրվում էր Արևիկը հարևան կանանցից։ Սկզբում մարդիկ վախենում էին, խուսափում էին նրանցից, բայց կասկածի սերմերը, ընկնելով բեռի հողի վրա, սկսեցին ծլել։ Տասնամյակների ընթացքում կուտակված վախը սկսեց փոխարինվել հետաքրքրությամբ, իսկ հետո զայրույթով։ Մարդիկ սկսեցին իրար մեջ շշնջալ, հիշել մոռացված մանրամասներ, կասկածի տակ դնել այն, ինչին հավատացել էին ամբողջ կյանքում։ Լարվածությունը գյուղում աճում էր ամեն օր։ Ավագ Վարդանը զգում էր, որ իր իշխանության հիմքերը սասանվում են։ Նա փորձեց հակահարված տալ։ Նա հրավիրեց գյուղական ժողով, նպատակ ունենալով հրապարակայինորեն դատապարտել Արևիկին ու Լևոնին որպես ավանդույթները խախտողների եւ խռովարարների։ Ժողովը տեղի ունեցավ եկեղեցու բակում, գրեթե ողջ գյուղը հավաքվել էր։ Ավագ Վարդանը կանգնած էր աստիճանների վրա, նրա կողքին Տեր Հովսեփը։ Նրա դեմքը խիստ էր, իսկ ձայնը հեղինակավոր։ Նա սկսեց իր ճառը խոսելով նախնիների օրենքների, սրբության եւ այն վտանգի մասին, որը սպառնում է գյուղին երկու երիտասարդների անհնազանդության պատճառով։ Նա նայում էր ամբոխին, ակնկալելով տեսնել սովորական վախն ու հնազանդությունը, բայց այս անգամ նա տեսավ այլ բան։ Նա տեսավ կասկած, հարցական հայացքներ, նույնիսկ թաքնված թշնամանք։
Երբ նա ավարտեց եւ մատնացույց արեց ամբոխի մեջ կանգնած Արևիկին ու Լևոնին, անվանելով նրանց գյուղի խարաղությունը խաթարողներ, տեղի ունեցավ անսպասելին։ Ամբոխի միջից առաջ եկավ Նունեն, Արևիկի մայրը։ Այս հանգիստ, համեստ կինը, որը երբեք ձայնը չէր բարձրացնում, կանգնեց Վարդանի դիմաց։ «Բավական է սուտ խոսես, Վարդան», ասաց նա հստակ եւ բարձր։ «Դու խոսում ես օրենքներից, բայց թաքցնում ես մարդասպանություն։ Դու խոսում ես սրբությունից, բայց քո ձեռքերը արյունոտ են»։ Սենսացիոն լռություն տիրեց, ոչ ոք չէր սպասում նման բան։ Վարդանը շփոթվեց միայն մի վայրկյան, հետո նրա դեմքին զայրույթ հայտնվեց։ «Ինչ ես դու դուրս տալիս, կին, խելագարվել ես»։ «Ես խելագարվել եմ 20 տարվա լռությունից», պատասխանեց Նունեն, եւ նրա ձայնը դողաց, բայց ոչ վախից, այլ զայրույթից։ «Ես խելագարվել եմ, տեսնելով թե ինչպես ես դու մեր երեխաների կյանքը քանդում, քո հոր հանցանքը թաքցնելու համար»։ Եվ այդ պահին, կարծես ամբարտակը ճեղքվեց։ Նունեի խոսքերից հետո առաջ եկավ ծերունի Մկրտիչի որդին եւ հաստատեց, որ իր հայրը մահվան մահճում խոստովանել է ամեն ինչ։ Հետո խոսեց մեկ ուրիշը, հետո երրորդը։ Մարդիկ սկսեցին բարձրաձայնել այն, ինչի մասին տարիներ շարունակ վախենում էին նույնիսկ մտածել։ Ավագ Վարդանի իշխանությունը փլուզվում էր աչքի առաջ։ Նա կանգնած էր քարացած, չհավատալով իր աչքերին։ Նրա ստի աշխարհը, որը նա այդքան խնամքով կառուցել էր, փլուվում էր։ Արևիկն ու Լևոնը կանգնած էին դիտելով այս տեսարանը։ Նրանք հաղթել էին, ճշմարտությունը հաղթել էր, բայց երբ Արևիկը նայեց Վարդանի դեմքին, նրա մեջ հաղթանակի զգացում չկար։ Նա տեսավ ոչ թե չարագործի, այլ կոտրված, անկյուն քշված մարդու, մի մարդու, որն իր ողջ կյանքը նվիրել էր հոր մեղքը թաքցնելուն, հավատալով, որ դրանով փրկում է գյուղը։ Եվ հենց այդ պահին, երբ թվում էր, թե ամեն ինչ վերջացած է, Վարդանը արեց մի բան, որը ոչ ոք չէր սպասում։ Նա դանդաղ իջավ աստիճաններից, անցավ ամբոխի միջով եւ կանգնեց Արևիկի դիմաց։ Նրա աչքերում այլևս զայրույթ չկար, միայն դատարկություն։ «Դու հաղթեցիր, աղջիկ», ասաց նա խուլ ձայնով։ «Դու քանդեցիր այն ամենը, ինչ ես կառուցել էի, բայց դու չես հասկանում, որ դու ոչ թե ճշմարտությունն ես ազատել, այլ անեծքը, իսկական անեծքը, եւ հիմա մենք բոլորս կվճարենք դրա համար»։ Նա շրջվեց եւ հեռացավ, թողնելով բոլորին շփոթության մեջ։ Ինչ նկատի ուներ նա։ Ինչ իսկական անեծքի մասին էր խոսքը։ Միթե սա դեռ վերջը չէր, միթե ամենասարսափելին դեռ առջևում էր։ Ավագ Վարդանի խոսքերը օդում կախված մնացին, սառը եւ սպառնալից։ Ինչ իսկական անեծք։ Միթե կարող էր լինել ավելի սարսափելի բան, քան այն ճշմարտությունը, որն արդեն բացահայտվել էր։ Գյուղացիները շփոթված շշնջում էին, չիմանալով ում հավատալ։ Վարդանի իշխանությունը քանդվել էր, բայց նրա վերջին խոսքերը կասկածի նոր սերմ էին ցանել։ Հենց այդ պահին, երբ լարվածությունը հասել էր գագաթնակետին, գյուղի եզրից լսվեց զանգերի տագնապալի ղողանջը։ Բոլորը շրջվեցին այդ կողմ։ Հորիզոնում երևում էր ծխի սև սյուն, այրվում էին ցորենի դաշտերը, գյուղի հիմնական հարստությունը, ողջ տարվա բերքը, կրակի բաժին էր դառնում։ Խուճապ սկսվեց, մարդիկ վազեցին դեպի դաշտերը փորձելով փրկել այն, ինչ հնարավոր էր, բայց քամին ուժեղ էր եւ կրակը կայծակի արագությամբ տարածվում էր։ Արևիկն ու Լևոնը կանգնած էին քարացած։ Սա չէր կարող զուգադիպություն լինել։ Դա Վարդանի պատասխանն էր։ Նա չէր կարողացել հաղթել խոսքով, ուստի որոշել էր ապացուցել իր անեծքի ուժը գործով։ Նա պատժում էր ողջ գյուղին իրեն չենթարկվելու համար։ «Որտեղ է նա», գոռաց Լևոնը, փնտրելով Վարդանին ամբոխի մեջ, բայց ավագը անհետացել էր։ «Նա գնացել է իր տուն», ասաց Հակոբը մոտենալով նրանց։ «Ես գիտեմ նրան, նա հիմա կործանելու է ամեն ինչ, որպիսի ոչինչ չմնա իրենից հետո»։ Արևիկը նայեց այրվող դաշտերին, հետո հուսահատ մարդկանց։ Նա հասկացավ, որ սա իր վերջին մարտն է։ Նա պետք է կանգնեցնել Վարդանին, ոչ թե վրեժի, այլ այս մարդկանց փրկելու համար։ «Լևոն, օգնիր մարդկանց կրակը հանգցնել, ես գնում եմ նրա հետևից», ասաց նա վճռականորեն։ «Մենակ չես գնա», առարկեց Լևոնը։ «Սա իմ գործն է, Լևոն, սա իմ ծնողների պատմությունն է, ես պետք է վերջակետ դնեմ»։ Նա չսպասեց պատասխանի եւ վազեց դեպի ավագի տունը։ Վարդանի տան դուռը բաց էր։ Ներսում ամեն ինչ տակնուվրա էր արված, գրքերն ու մագաղաթները թափված էին հատակին։ Ինքը Վարդանը կանգնած էր սենյակի կենտրոնում, ձեռքին վառվող ջահ։ Նրա աչքերը խելագարի պես փայլում էին։ «Եկար, Կարենի աղջիկ», ծիծաղեց նա։ «Եկար տեսնելու, թե ինչպես է ավարտվում քո սկսած գործը։ Եթե ես չեմ կարող կառավարել այս գյուղը, ուրեմն ոչ ոք չի կառավարի։ Այս տան հետ կայրվի նաև գյուղի անցյալը, նրա հիշողությունը։
Դուք խելագարվել եք, բացականչեց Արևիկը։ Դուք պատրաստ եք ոչնչացնել ամեն ինչ ձեր հոր հանցանքը թաքցնելու համար։ Հանցանք, գոռաց Վարդանը։ Իմ հայրը փրկել է այս գյուղը անարգանքից, նա արել է այն, ինչ պետք է, իսկ դու եկար եւ քանդեցիր ամեն ինչ, դու ես իսկական անեծքը։ Նա ջահը մոտեցրեց մագաղաթների կույտին։ Արևիկը նետվեց առաջ, փորձելով խլել ջահը նրա ձեռքից։ Սկսվեց պայքար։ Ծերունին զարմանալիորեն ուժեղ էր։ Նրանք գլորվեցին հատակին, պայքարելով վառվող ջահի համար։ Կրակը դիպավ հին գորգին, եւ բոցը ակնթարթորեն տարածվեց։ Տունը սկսեց լցվել թունավոր ծխով։ Արևիկը հազում էր, աչքերը արցունքոտվում էին։ Նա հասկացավ, որ երկուսն էլ այստեղից ողջ դուրս չեն գա։ Վերջին ուժերը հավաքելով, նա հարվածեց Վարդանի ձեռքին։ Ջահը թռավ մի կողմ։ Նա փորձեց վեր կենալ, բայց այդ պահին առաստաղից մի վառվող գերան ընկավ, փակելով ելքի ճանապարհը։ Նրանք թակարտում էին։ Վարդանը պառկած էր հատակին, հազալով եւ ծիծաղելով միաժամանակ։ «Տեսնո՞վ ես», խեղդվելով ասաց նա, «անեծքը, այն բոլորիս էլ կտանի»։ Արևիկը նայեց շուրջը, կրակը ամենուր էր, հույս չկար։ Եվ հենց այդ պահին նա լսեց Լևոնի ձայնը դրսից։ «Արևիկ», նա եւ մյուս գյուղացիները եկել էին։ Նրանք փորձում էին կոտրել պատուհանները, ջուր լցնել։ Արևիկը ուժ գտավ իր մեջ եւ սողաց դեպի միակ պատուհանը, որը դեռ կրակով բռնկված չէր։ Նա բացեց այն։ «Լևոն, փահեք, տունը կփլվի»։ «Առանց քեզ չեմ գնա», գոռաց Լևոնը։ Նա տեսավ Վարդանին, որը անգիտակից պառկած էր հատակին։ Մի պահ նա վարանեց։ Այս մարդը իրենց կյանքը քանդել էր։ Նա արժանի էր մահվան։ Բայց հետո նա նայեց դուրս, այն մարդկանց, որոնք ռիսկի էին ենթարկում իրենց կյանքը, իրենց փրկելու համար։ Եվ նա հասկացավ, որ չի կարող դառնալ նրա նման։ Վրեժը ոչինչ չի լուծի։ «Օգնեք ինձ», գոռաց նա դեպի դուրս։ «Պետք է նրան դուրս հանենք»։ Լևոնը եւ մի քանի տղամարդիկ կոտրեցին պատուհանի ճաղերը։ Արևիկը իր ողջ ուժերը լարելով սկսեց քարշ տալ Վարդանի անգիտակից մարմինը դեպի պատուհանը։ Դա անհավատալի դժվար էր։ Ծուխը խեղդում էր, շոքը այրում էր մաշկը։ Վերջապես նրանք հասան պատուհանին։ Տղամարդիկ ներս մտան եւ օգնեցին դուրս հանել Վարդանին։ Հետո նրանք դուրս հանեցին Արևիկին։ Հենց որ նա հայտնվեց դրսում, տան տանիքը սարսափելի դղրդյունով փլվեց։ Ամեն ինչ վերջացած էր։ Արևիկը պառկած էր գետնին, շնչելով մաքուր օդը։ Լևոնը նրա կողքին էր։ Շուրջ բոլորը մարդիկ էին, որոնք նայում էին նրան, ոչ թե դատապարտմամբ, այլ հարգանքով եւ երախտագիտությամբ։ Նա ոչ միայն բացահայտել էր ճշմարտությունը, այլև փրկել էր այն մարդու կյանքը, որն իրեն ատում էր։ Նա կոտրել էր ոչ միայն ստտի շղթան, այլև վրեժի։ Մի քանի օր անց, երբ կրակները հանգցրին եւ կյանքը սկսեց վերադառնալ իր հունին, գյուղում ժողով տեղի ունեցավ։ Այս անգամ ավակ չկար։ Մարդիկ իրենք էին որոշում իրենց ճակատագիրը։ Նրանք որոշեցին վերականգնել այրված դաշտերը միասին։ Նրանք որոշեցին այլևս երբեք թույլ չտալ, որ մեկ մարդու սուտը կառավարի իրենց կյանքը։ Ավակ Վարդանը, ուշքի գալով, չդիմացավ ամոթին եւ լքեց գյուղը։ Ոչ ոք նրան այլևս չտեսավ։ Արևիկն ու Լևոնը կանգնած էին իրենց սիրելի ընկուզենու տակ։ Նրանց միջև այլևս սիրահարների կիրք չկար, բայց կար ավելի խորը բան՝ փոխադարձ հարգանք, ընկերություն եւ միասին անցած տառը, բայց թանկ հիշողությունը։ «Մեր սերը չէր կարող լինել», տխուր ասաց Լևոնը։ «Այո», պատասխանեց Արևիկը, «բայց այն ծնեց մի նոր բան, այն ազատեց մի ողջ գյուղ։ Երբեմն ամենամեծ սերը ոչ թե այն է, որը միացնում է, այլ այն, որը ուժ է տալիս ճիշտ որոշում կայացնել, նույնիսկ եթե դա ցավոտ է»։ Մի քանի տարի անց գյուղը վերածնվել էր։ Մարդիկ սովորել էին ապրել առանց վախի, հիմնվելով ոչ թե կույր ավանդույթների, այլ մարդկային արժեքների վրա։ Լևոնը դարձավ գյուղի հարգված անդամներից մեկը, ամուսնացավ եւ ունեցավ երեխաներ։ Նա իր որդուն անվանեց Կարեն, ի հիշատակ այն մարդու, ում պատմությունը փոխեց նրանց կյանքը։ Իսկ Արևիկը նա չամուսնացավ։ Նրա սիրտը չափազանց մեծ վերք էր ստացել, բայց նա գտավ իր կոչումը։ Նա դարձավ գյուղի ուսուցչուհին, սովորեցնելով երեխաներին ոչ միայն գիր ու գրականություն, այլև քննադատական մտածողություն, արդարության զգացում եւ ճշմարտության արժեքը։ Նա դարձավ գյուղի նոր իմաստության պահապանը։ Այս պատմությունը մեզ սովորեցնում է, որ ավանդույթները կարևոր են, բայց դրանք երբեք չպետք է կուրացնեն մեզ։ Իսկ իսկական սերը ոչ միշտ է ավարտվում հարսանիքով։ Երբեմն դրա ամենամեծ դրսևորումը զոհաբերությունն է, հանուն ավելի մեծ բարիքի։
Իսկ դուք ինչպես կվարվեիք արևիկի տեղը։ Կկարողանայիք ներել եւ փրկել ձեր թշնամուն։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում եւ շնորհակալություն, որ մեզ հետ էիք այս դրամատիկ պատմության ընթացքում։